ժամանակ առ ժամանակ եւ մեր ընկալումը այն է որ այս լարումը, որը առաջանում է այդ հարկադրանքի կամ վարչարության արդյունքում, չեզոքանում է միայն այն պարագայում, երբ քաղաքացու եւ երկրում հաստատված իրավակարգի միջև կա օրգանական կապ։ Ասել է, թե երկրում հաստատված իրավակարգը բխում է քաղաքացուց, նրա որոշումից եւ համաձայնությունից, այսինքն լեգիտիմ է։ Այսինքն այդ նեղվածությունը, որը բոլոր դեպքերում կա կամ ոչ բոլոր դեպքերում կա, երբ է նվազում, երբ որ քաղաքացին ինքը արձանագրում է, որ իր որոշմամբ ինքը ստեղծել է պետություն, քաղաքացիների ամբողջությունը, եւ իրենից է բխում այդ պայմանը, որ երկրում պետք է լինի կարմիր լույս, դեղին լույս, կանաչ լույս, ընդ որում սա ուղղակի երթևեկության մասին է, բայց ոչ միայն երթևեկության մասին։ Երբ որ քաղաքացին այդ կարմիր լույսի նկատմամբ, ոչ միայն կանաչ լույսի նկատմամբ, այլև կարմիր լույսի նկատմամբ ունի սեփականության զգացում, ինքը համարում է, որ ինքն է որոշել, ինքն է իր այլ համակարգացիների հետ պայմանավորվել, որ երկրում պետք է գործի կարմիր լույսի, դեղին լույսի, կանաչ լույսի համակարգ, եւ երբ որ ինքը հանդիպում է այդ կարմիր լույսին, ինքը նախկինի նման չի նեղվում, կամ եթե նեղվում է, նեղվածությունը չի դառնում հանրային լարվածություն, որովհետև ինքը համարում է, որ ինքը ապրում է իր հաստատած կամ իր համաձայնությամբ հաստատված խաղի կանոններով եւ ոչ թե ինչ որ ուրիշ մեկն է իր համար ապրելու կանոններ սահմանել։ Եվ ահա իմ եւ մեր խորին համոզմամբ իրավակարգի լեգիտիմության աղբյուրը սահմանադրությունն է։ Սահմանադրության լեգիտիմության աղբյուրը քաղաքացիների ամբողջությունը, ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության այս շղթան ընդհատված է, որովհետև նախկինում տեղի ունեցած բոլոր սահմանադրական հանրաքվեների պաշտոնական արդյունքները լայնորեն կասկածի տակ են առնվել եւ չկա ըմբռնում, որ ժողովուրդն իրոք քվեարկել է սահմանադրության օգտին։ Այստեղից է բխում երկրում արդարության եւ արդարադատության պակասի զգացումը, որովհետեւ արդարությունը եւ արդարադատությունը լեգիտիմության արտահայտություն են եւ որքան որևէ որոշում մոտ է լեգիտիմությանը, այնքան արդար է, կամ արդար է այնքանով, որքանով բխում է լեգիտիմությունից եւ օրգանական կապ ունի լեգիտիմության հետ։ Ու քանի որ Հայաստանում լեգիտիմության առանցքը սահմանադրական հանրաքվեների կասկածելի արդյունքների պատճառով բացակայում է, արդարություն եւ արդարադատություն հասկացությունները ձևախեղված են։ Այս խնդիրը լուծելու եղանակը նոր սահմանադրության ընդունումն է ժողովրդի ազատ կամ արտահայտման միջոցով, ինչը լիարժեք լեգիտիմություն կտա Հայաստանում հաստատված իրավակարգին եւ հնարավոր կդարձնի արդարության եւ արդարադատության ինստիտուցիոնալացումը։ Նոր սահմանադրությամբ պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտը, արդարության եւ արդարադատության կապը ժողովրդի հետ ել ավելի ուժեղացնելու համար։ Պետք է շարունակվեն արդարադատության, դատաիրավական համակարգի, քրեակատարողական համակարգի մեկնարկած բարեփոխումները, որպես ուղենիշ ունենալով նոր սահմանադրական լեգիտիմությունը, հետևաբար արդարությունը եւ արդարադատությունը, ներքին լեգիտիմության ապահովման, դրա պահպանման եւ զարգացման լավագույն գործիքը ժողովրդավարությունն է եւ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը։ Ահա ուրեմն ինչի համար է կարևոր մեզ համար սահմանադրության, նոր սահմանադրության ընդունումը, որովհետև պետության եւ քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում եւ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է իր կողմից եւ ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն, որովհետև արդեն ասացի Հայաստանի Հանրապետությունում միշտ եւ բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները լայնորեն կասկածի տակ են դրվել եւ չկա զգացում, որ եւ չկա քաղաքական արձանագրում, ես նաեւ որպես լրագրող եմ լուսաբանել նախկինում սահմանադրական հանրաքվեները եւ նաեւ քաղաքական գործընթացների ժամանակականատես են եղել բոլոր սահմանադրական հանրաքվեներին եւ միշտ այդ ընկալումը, որ սահմանադրության արդյունքները, սահմանադրության հանրաքվեի արդյունքները կեղծված են,
ահա այս ընկալումը լարում է առաջացնում եւ խզում է առաջացնում քաղաքացու եւ իրավակարգի միջեւ եւ մեզ համար չափազանց կարեւոր է որ իրավակարգի եւ քաղաքացու միջեւ լինի օրգանական կապ այսինքն այն ինչ որ քաղաքացու կյանքում տեղի ունենում բոլոր կարմիր կանաչ եւ դեղին լույսերը որ ամենատարբեր ոլորտներում գոյություն ունեն քաղաքացին համարի որ ինքն է իր համար ապրելու այդ կանոնները հաստատել եւ սահմանադրությունում արձանագրված է իր պայմանավորվածությունները ուրիշ քաղաքացիների հետ թե ինչպես ենք մենք մեր երկրում համատեղ ապրելու ինչպեսին են լինելու քաղաքացի հարաբերությունները ինչպեսին են լինելու պետություն քաղաքացի հարաբերությունները եւ այլն եւ այսպես շարունակ եւ շատ կարեւոր եմ համարում որ այդ օրգանական կապը քաղաքացու եւ իրավակարգի միջեւ հաստատվի իսկ այդ օրգանական կապի հաստատումը սահմանադրության ընդունումն է հանրաքվեով այստեղ իհարկե կլինի եւ կարող է լինել մի հետեւյալ փաստարկ որ քաղաքացիները սահմանադրության տեքստը չեն կարդում ինչ քաղաքացիները նստելու են սահմանադրության տեքստը կարդան իրավաքաղաքական վերլուծություններ անեն եւ այլն եւ այդպես շարունակ որպեսզի կարողանան համոզված ընտրություն կատարել եւ արձանագրել իրենց պայմանավորվածությունները այստեղ է որ օգնության է գալիս իհարկե քաղաքացիների մի մասը անպայման կկարդա մյուս մասը չի կարդա բայց այստեղ է որ օգնության է գալիս ժողովրդավարական քարոզարշավը որովհետև քաղաքական ուժերը եւ հանրային ուժերը սահմանադրության նախաբանի համատեքստում իրենք պետք է նրանք ովքեր կողմ են պետք է ջանք թափեն որպեսզի սահմանադրության տեքստը ենթատեքստը նրբությունները հայտնի դառնան հանրությանը եւ երբ որ կա ժողովրդավարություն եւ երբ որ ժողովրդավարության մթնոլորտում ժողովրդավարական բանավեճեր են տեղի ունենում սահմանադրության նախագծի կողմնակիցների եւ հակառակորդների միջև եւ դա տեղի է ունենում հրապարակային ժողովրդի աչքի առաջ եւ դա դառնում է հանրային քաղաքական օրակարգ այս պարագայում իհարկե մարդիկ այդ բանավեճերին հետևելով իրենք ամբողջական պատկերացում են կազմում փորձագիտական խորհրդատվություն են ստանում քաղաքական շրջանակներից փորձագետներից եւ իրենք կարող են իրենց հետևությունները անել եւ այս ճանապարհով ըմբռնել հասկանալ ամբողջական սահմանադրության եւ տեքստը եւ ենթատեքստը եւ սա կարեւորագույն մեխանիզմ է եւ երբ որ մարդը լսում է հիմա նույն լեգիտիմության ասենք օրինակ քաղաքական ընտրությունների լեգիտիմությունը չէ այո մարդիկ երբեմն կարդում են օրինակ նույն նախընտրական ծրագրերը երբեմն այդ նախընտրական ծրագրերի մասին լսում են հիմա ես ինչ եմ ուղիղ եթերում կարդում եւ մեկնաբանում մեր նախընտրական ծրագիրը կարելի է ասել հրապարակված է նախընտրական ծրագիրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության կայքում դրած է ուզում է թող մտնի կարդա բայց այդպես չենք չէ վարվում կարդում ենք մեկնաբանում ենք մենք ջանք են գործադրում որպեսզի քաղաքացիների համար հասկանալի լինի մեր մտքերի ընթացքը եւ երբեմն տեքստերը նույնիսկ կարդալուց հետո անհրաժեշտ է մեկնաբանել եւ այս մեկնաբանության process-ում է որ տեղի է ունենում հանրային կարծիքի ձևավորումը եւ ամեն անհատի դիրքորոշումը տվյալ նախագծի վերաբերյալ եւ ուրեմն շատ կարեւոր է նոր սահմանադրությունը առաջնային մի նպատակ ունի արձանագրել քաղաքացիների պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետությունում իրենց փոխադարձ մեր բոլորիս փոխադարձ հարաբերությունների կանոնների մասին քաղաքացի պետություն հարաբերություն քաղաքացի հարաբերություն համայնք կառավարություն հարաբերություն պետական ինստիտուտներ եւ այլն եւ այսպես շարունակ եւ երբ որ քաղաքացին լսելով մեկնաբանությունները լսելով բանավեճերը որևէ որոշում կայացնի եւ քվեարկի սահմանադրության օգտին դա կլինի այդ օրգանական կապի հաստատումը քաղաքացու եւ իրավակարգի միջեւ որովհետեւ ինչպես արդեն ասացի իրավակարգը բխում է քաղաքացու որոշումից այդ որոշումը ունի էմոցիա այդ որոշումը ունի ենթատեքստ այդ որոշումը ունի բովանդակություն անկախ նրանից թե որ քաղաքացին
ինչ ծավալով է ընկալում Սահմանադրության տեքստը։ Ընդհանուր առմամբ ես գիտեմ իհարկե, որ այս թեմայով էլ շատ քննարկումներ կան եւ մասնավորապես կապված թե արդյոք նոր Սահմանադրության տեքստը պետք է հղում պարունակի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։ Ես իմ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ արտահայտել եմ հստակ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի անկախության հռչակագրին եւ իսկ ինչ հիմնավորում ունի դա։ Շատ պարզ հիմնավորում։ Երեք էլ ես խոսեցի եւ վերջին տարիներին ես խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն եւ այդ Սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Նույնը եւ երեք ես խոսեցի նաեւ այդ թեմայի մասին։ Եթե հղում ենք անում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք, այսպես ասած, որդեգրում ենք արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը, այստեղ նրբությունը ինչի մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա շատ կարևոր նրբություն է։ Հիմա էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ խոսվում է, ասում են դե Ադրբեջանի պահանջներն է, դա Թուրքիայի պահանջներն է, դա ես ուրիշ բան եմ ասում։ Ես ասում եմ, եկեք մենք ինքներս մեզ հարց տանք։ Մենք դա ուզում ենք, թե չենք ուզում։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ես հստակ արձանագրում եմ եւ արձանագրել եմ եւ նույնիսկ դրա հետ կապված կոչեր եմ անել, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետքա շարունակենք։ Մենք Ղարաբաղի շարժումը պետքա դադարեցնենք, այսինքն այսօր դադարեցված է Ղարաբաղի շարժումը Հայաստանի